Ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը ապրիլի 18-ին ընդունել է մոնիթորինգային այցով Հայաստանում գտնվող Եվրոպական խորհրդի մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով փորձագիտական խմբի պատվիրակությանը։ Հանդիպմանը ներկա էին ներքին գործերի նախարարության, ինչպես նաև շահագրգիռ այլ գերատեսչությունների ներկայացուցիչներ։ Արմեն Ղազարյանը ներկայացրել է ոստիկանության, միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության դերակատարումը մարդկանց թրաֆիքինգի կանխարգելման եւ դրա դեմ պայքարի ուղղությամբ տարվող աշխատանքներում։ Փոխնախարարը նշել է, որ այս ցանցատեսակի դեմ արդյունավետ պայքարը նախարարության օրակարգում է սահմանային կառավարման եւ կանխարգելման քաղաքականության շրջանակում։ Արմեն Ղազարյանը կարևորել է միջգերատեսչական համագործակցությունը հասարակության անվտանգության ապահովման տեսանկյունից, առանձնացնելով միգրացիոն, ոստիկանական եւ սահմանապահ առաքելություն իրականացնող մարմինների վարած միասնական քաղաքականությունն ու համատեղ նախաձեռնությունները։ Ներկայացվել են թրաֆիքինգի դեմ պայքարում նախարարության գործուն քայլերը, ինչպես նաեւ այդ ուղղությամբ ոստիկանության եւ միգրացիայի ու քաղաքացիության ծառայության գործունեության մասին վիճակագրական տվյալներ։ Անդրադարձ է կատարվել մարդկանց թրաֆիքինգի եւ շահագործման դեմ հարցերով խորհրդի աշխատանքների եւ 2023-ից 2025 թվականների ազգային գործողությունների ծրագրի իրականացման ընթացքին։ Համատեղ քննարկվել են ոլորտին վերաբերող մի շարք թիրախային հարցեր։ Պատվիրակության այցի շրջանակում հանդիպումները տարբեր պետական մարմինների, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների եւ շահագրգիռ կառույցների հետ շարունակվում են։ Ապրիլի 18-ին տեղի է ունեցել ներքին գործերի նախարարության կարգապահական հանձնաժողովի հերթական նիստը, որը վարում էր հանձնաժողովի նախագահ, ներքին գործերի նախարարության գլխավոր քարտուղար Արա Ֆիդանյանը։ Մասնակցում էին ներքին գործերի նախարարության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետ, ոստիկանության պետի տեղակալը, փրկարար ծառայության տնօրենի տեղակալը, ռազմավարական պլանավորման, քաղաքականության մշակման եւ մոնիթորինգի վարչության պետի պարտականությունները ժամանակավոր կատարողը, ինչպես նաեւ ներքին գործերի նախարարության կարգապահական հանձնաժողովում ընդգրկված հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Նիստի ընթացքում ուսումնասիրվեցին եւ քննարկվեցին ոստիկանության 5 աշխատակցի նկատմամբ իրականացված ծառայողական քննության նյութերն ու եզրակացությունները։ Ներքին գործերի նախարարության կարգապահական հանձնաժողովը փաստական հանգամանքները վերլուծելուց հետո որոշում կայացրեց միջնորդել ծառայողական քննությունը նշանակած պաշտոնատար անձանց ոստիկանության 3 ծառայողի նկատմամբ կիրառել ոստիկանությունից ազատում, իսկ 2 ծառայողի նկատմամբ խիստ նկատողություն կարգապահական տույժը։ Ապրիլի 18-ին Սիսիանի մշակույթի տունը մարդաշատ էր, առիթը ոստիկանության 107-րդ տարեդարձը։ Հանդիսավոր միջոցառմանը ներկա էին ներքին գործերի նախարարության, ոստիկանության, այլ ուժային կառույցների, Սյունիքի մարզային եւ քաղաքային իշխանության ներկայացուցիչներ, հյուրեր։ Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության մասնագիտական մեթոդական աջակցման վարչության պետ Էդգար Պետրոսյանը մասնագիտական տոնի արդիվ շնորհավորելով գործընկերներին նշեց, որ նման հանդիպումներն ավելի են ամրապնդում ոստիկանություն-համայնք հասարակություն կապը։ Ոստիկանության օրվա կապակցությամբ մի շարք ծառայողներ պարգևատրվեցին գերատեսչական մեդալներով եւ պատվոգրերով։ Ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը։ Ներքին գործերի նախարարության ոստիկանության մի շարք ծառայողների շնորհակալագրերով, անվանական հուշանվերներով եւ պատվոգրերով պարգևատրեցին նաեւ համայնքային ոստիկանության Սիսիանի բաժնի պետ Հրազդան Կոստանյանը, Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, Սիսիան համայնքի ղեկավար Հովսեփ Արաքելյանը։ Միջոցառմանն իրենց ելույթներով տոնական տրամադրություն հաղորդեցին Սիսիանի մշակույթի տան սաները։ Ներկայացվեց ոստիկանության անցած ճանապարհը, 107-ամյա պատմության ընթացքում դժվարություններն ու ձեռքբերումները, արժևորվեց ոստիկանի բարդ ու պատասխանատու պատվաբեր գործը։ Քրեական ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ սահմանափակ պատասխանատվության մի ընկերության 64-ամյա տնօրենը 2023 թվականի հունվարից մինչ օրս, խախտելով ընդերքի պահպանման եւ օգտագործման կանոնները, կազմակերպել եւ իրականացրել է անդեզիտաբազալտի ապօյնի արդյունահանում։ Պարզվել է, որ ընկերությունն ունեցել է միայն Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի Աշտարակի խճուղում գտնվող 3.1 հեկտարի վրա արդյունահանում իրականացնելու թույլտվություն,
տվություն։ Այնինչ հարակից շուրջ 5 եւ 13 հեկտար հողատարածքներում, որոնք համապատասխանաբար համայնքի եւ մի քաղաքացու սեփականությունն են, նույնպես արդյունահանել է շուրջ 13,000 խորանարդ մետր անդեզիտաբազալտ, այն տեղափոխել համայնքային հողատարածքում գտնվող տեսակավորման կետ եւ իրացրել 49 միլիոն դրամի հանույթ, պետությանը պատճառելով առանձնապես խոշոր չափերի վնաս։ Դեպքի առթիվ Կոտայքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ քրեական օրենսգրքի 3 հոդվածի ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, հարկերը, տուրքերը կամ այլ վճարները չվճարելու եւ ընդերքի պահպանման կամ օգտագործման պահանջները խախտելու հատկանիշներով։ Ծանուցում ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունը ապացուցված չէ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ Ապրիլի 14-ից 21-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 3508 խախտում, պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 166 մեքենա։ Մասնավորապես հայտնաբերվել է ոչ ստապ վիճակում մեքենա վարող 128, առանց վարորդական իրավունքի վկայականի 257 անձ, հայտնաբերվել են հաշվառման համարնիշի հետ կապված 24, չամրակապված վարելու 560, առանց մանկական նստատեղի քարսիթի 13, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու 215, վարելիս հեռախոսից օգտվելու 129, հետիոտնի ոչ սահմանված վայրով անցնելու 89 եւ 1554 այլ իրավախախտումներ, 105 մեքենա շահագործվել է առանց ԱՊ պայմանագրի, 217-ը տեխնիկական զննություն չանցած, 35-ը արտաքին լուսային սարքերի անսարքությամբ, 53-ը թաղանթապատված դիմապակիով եւ կողային ապակիներով, բացի այդ տարբեր կասկածանքներով ձերբակալվել ու բաժիններ է տարվել 56 անձ։ Նույն ժամանակահատվածում մարզերում պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 12403 խախտում, պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 206 տրանսպորտային միջոց, հայտնաբերվել է ոչ ստապ վիճակում մեքենա վարող 194, առանց վարորդական իրավունքի վկայականի 518 անձ, հայտնաբերվել են հաշվառման համարնիշի հետ կապված 64, կեղծ հաշվառման համարնիշով երթևեկող 1, չամրակապված վարելու 2820, առանց մանկական նստատեղի քարսիթի 196, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու 335, վարելիս հեռախոսից օգտվելու 467, հետիոտնի ոչ սահմանված վայրով անցնելու 64, արագության գերազանցման 1982 եւ 3773 այլ իրավախախտումներ, 343 մեքենա շահագործվել է առանց ԱՊ պայմանագրի, 1159 տեխնիկական զննություն չանցած, 372-ը արտաքին լուսային սարքերի անսարքությամբ, որից 6-ը բեռնատարներ, 148-ը թաղանթապատված դիմապակիով եւ կողային ապակիներով, բացի այդ տարբեր կասկածանքներով ձերբակալվել ու բաժիններ է տարվել 48 անձ։ Հրդեհները շրջակա միջավայրի կենսանվտանգությանը սպառնացող մարտահրավերներից են, որոնց առաջացման պատճառները գլխավորապես մարդկային անուշադրության արդյունք են։ Հաճախ մարդիկ չգիտակցելով բացասական հետևանքները գյուղատնտեսական աշխատանքներին ընդառաջ այրում են խոզանն ու բուսական մնացորդները, նպաստելով հողի որակական հատկությունների կորստին, բուսական եւ կենդանական աշխարհի ոչնչացմանն ու մթնոլորտային օդի աղտոտմանը։ Խոզաների այրումը վատթարացնում է հողի օրգանական կազմը, նվազեցնում խոնավությունը, նպաստում է հողում եղած օգտակար նյութերի քայքայմանը, նվազեցնում է հողի բերիությունը, նպաստում է թոքերում քաղցկեղի առաջացմանը, առաջացնում է հազ, ցավ կրծքավանդակում եւ շնչառական խանգարումներ, ոչնչացնում է միջատներին, սողուններին, մանր կաթնասուններին, խոչընդոտում է սննդանյութերի ցիկլը, սնման շղթայի կապերը եւ բույսերի սերմերի տարածումը, ինչը կարող է հանգեցնել տեսակների անհետացման կամ դրանց պոպուլյացիաների նվազեցման, ազդում է էկոհամակարգի ինքնաբերականգնման հատկության վրա։ Հարգելի քաղաքացիներ, զերծ մնացեք խոզանների այրում կատարելուց, պահպանելով շրջակա միջավայրի կենսաբազմազանությունը, իսկ նկատած հրդեհի կամ ծխի դեպքում զանգահարեք 911 հեռախոսահամարին։ Հարգելի քաղաքացիներ, Road Police.am համակարգում էլեկտրոնային ծանուցումը ակտիվացնելու դեպքում տեսալուսանկարահանող սարքերով արձանագրված տուգանքի գումարը կարող եք վճարել 20%-ով պակաս։ Կարևոր է իմանալ, որ 20% բոնուսային բաղադրիչի կիրառման էլեկտրոնային ծանուցման եղանակը չի փոխարինում SMS ծանուցմանը։ Տեսալուսանկարահանող սարքերով արձանագրված խախտումներով, եթե օրինակ պետք է նշանակվեր 10,000 դրամ տուգանք, ապա ծանուցումն էլեկտրոնային եղանակով ստանալու դեպքում կկիրառվի բոնուսային նվազեցում եւ տուգանքի չափը կկազմի 8000 դրամ։ Օգտվեք թվային լուծումներից եւ վճարեք 20%-ով պակաս։